20 օր տևած որոնողական փրկարարական աշխատանքները, որոնցում մասնակցում են հարյուրավոր մարդիկ, միլիոնավոր հայեր, որոնց սրտերը բաբախում են հույսի սպասումով, հրաշքի սպասումով, դժբախտաբար չիրականացավ։ Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 24-ին հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։ Սիրելի քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։ Այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարի գետում Հրազդան Ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորուստյան ծանր վիշտը, գրել է ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Բարեկամներ, հավելենք, որ հանրության մոտ այս տեղեկությունը հակասական վերաբերմունքի արժանացել։ Իհարկե, մի կողմ թողնելով զգացմունքային դաշտը, որը առանց այդ էլ շատ ծանր է եւ մեծ է, մարդիկ իրենց ուշադրությունը սևեռում են մեկ այլ հանգամանքի վրա, որ 20 օր տևած որոնողական աշխատանքները որևէ արդյունք տալուց զուրկ, որևէ մի դրական, որևէ մի հետքի, որևէ մի նորության արդյունք տալուց զուրկ, այսօր հանկարծ լուր է տարածվում, որտեղ հաղորդվում է, թե գտել են Տիգրանի մարմինը։ Այս դեպքում մարդկանց հուզում է շատ կարևոր մի հարց. այդ ինչպես է ստացվել, որ 20 օր տևած այդ որոնումները որևէ արդյունք չտվեցին, իսկ այն ժամանակ, երբ հանրությունը բարձրացրեց իր բողոքի ձայնը եւ որոնողական աշխատանքները նոր ու ավելի ինտենսիվ թափով սկսեցին կատարվել, Տիգրանի մարմինը հայտնաբերվեց։ Շատերը համոզված են, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատկան ստորաբաժանումների կառույցները Տիգրանին գտնելու համար օգտագործել են արբանյակներ։ Այս լուրը թեպետ չի կրում պաշտոնական բնույթ, սակայն մարդիկ համոզված են, որ եթե 20 օր շարունակ այդպես էլ ոչ մի լուր չկարողացան տալ, ոչ մի հետք չկարողացան գտնել, ապա միակ թերևս տրամաբանական վարկածը մնում է այն, որ իշխանությունները օգտագործել են արբանյակներ, սակայն չեն ցանկանում այդ մասին հրապարակավ հայտնել, աշառնելով այն հանգամանքը, որ այդ դեպքում այսօր յուրաքանչյուր հանցագործություն, որը կունենա ողբերգական ավարտ, նրա հարազատներն էլ իրենց հերթին կպահանջեն, որպեսզի օգտագործվի արբանյակ։ Սա արդեն այլևս կարևոր չէ։ Դժբախտությունն այն է, որ Տիգրանը հայտնաբերվեց, սակայն ոչ կենդանի վիճակում, եւ միլիոնավոր մարդկանց աղոթքները կմնան, կշարունակեն մնալ Տիգրանի հետ, բայց արդեն երկնքում։